Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի սպանությունից հետո Մերձավանում իրավիճակը շարունակում է պայթունավտանգ մնալ, արձանագրում են լրագրողները, հետևելով տեղի ունեցող իրադարձություններին։ Գյուղի գերեզմանատանը վնասել են Գրիգորյանի սպանության գործով կալանավորված Նարեկ Օհանյանի եղբոր Գրիգոր Օհանյանի գերեզմանակարը, ապա տեղի ունեցել թեժ վիճաբանություն։ Ոստիկանները միջամտել են ու կանխել են հետագա բախումները, ձերբակալվել է 5 հոգի։ Մամուլի տեղեկություններով սպանված համայնքապետի մտերիմները պահանջում են իրավապահներից Հայաստան վերադարձնել գործի հնարավոր կազմակերպիչներից մեկին, Մերձավանի նախկին ղեկավար Մհեր Ախտոյանին, որը սպանությունից օրեր առաջ լքել է երկիրը։ Առայժմ անհայտ է, թե որտեղ է գտնվում Ախտոյանը եւ ինչու իրավապահները քայլեր չեն ձեռնարկում նրան գտնելու ուղղությամբ։ Մերձավանում գերլարված է իրավիճակը այս տարվա փետրվարից, երբ Ախտոյանների տան դիմաց զինված հարձակման հետևանքով սպանվեց Գրիգոր Օհանյանը։ 9 ամիս անց սեպտեմբերի 23-ին սպանվեց Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանը եւ նրա ընկերը Կարեն Աբրահամյանը։ Սպանության գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի՝ սպանված Գրիգոր Օհանյանի եղբորը Նարեկ Օհանյանին եւ Գրիգոր Հարությունյանին։ Ըստ քննչական կոմիտեի Հարությունյանը խոստովանել է, որ սպանությունն ինքն է կատարել, վրեժխնդիր լինելով իր ընկերոջ Գրիգոր Օհանյանի սպանության համար։